կկատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Զրուցակիցս Ուժեղ Հայաստան կուսակցությունից ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արթուր Դանիելյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Դանիելյան, քարոզարշավը արդեն կիսվել է եւ տեսնենք նաեւ որ կրկերը բավականին թեժ են, հա։ Նկատի ունեմ, որ քարոզարշավի առաջին օրերին, եթե հիմնական այսպես ուժերը, մրցակցող ուժերը իրենց խոսույթներում էլի սուր էին, բայց հիմա շատ անվանական եւ վիրավորական արտահայտություններ են կիրառում իրար նկատմամբ։ Նախ ընդհանուր քարոզարշավի մասին, հա, ձեր դիտարկումները, ինչպիսի հետևություններ կար քարոզարշավից եւ բնականաբար քարոզարշավը, որ արդեն կիսվել է, որոշակիորեն ձևավորում է նաեւ քաղաքական ուժերի համար այն պատկերը, թե ապագայում իրենց ինչ կարող է սպասվել, հա, համեցեք։ Պարոն Ոսկանյան, իրապես ճիշտ նշեցիք, որ քարոզարշավի սկզբից ի վեր խոսույթը աստիճանաբար սրվում է, ընդհուպ հասել է նաև իշխանական քաղաքական ուժի կողմից ուղիղ վիրավորանքների, երբեմն մեր կողմից լինում է համարժեք պատասխան տալու անհրաժեշտություն, սակայն մենք միանշանակ դեմ ենք, որպեսզի քարոզարշավը նման տեսք ունենա։ Մենք բացառապես ցանկություն ունենք խոսելու մեր ծրագրերի մասին, այն ծրագրերի, որոնք որ առաջարկվում է հայ հանրությանը։ Սակայն այսօր իրականությունը ցույց է տալիս մեկ այլ իրավիճակ քաղաքական դաշտում, նախընտրական այս շրջափուլում, երբ գործող քաղաքական ուժը հիմնականում մեծամասամբ խոսում է մեր մասին, իսկ մենք խոսում ենք մեր ծրագրերի մասին։ Սակայն կրկնվեմ, ինչպես նոր նշեցի, երբեմն անհրաժեշտություն է լինում այդ խոսույթին համարժեք պատասխան տալ, սակայն դա մեր ցանկությունը չէ։ Մենք ցանկություն չունենք մեր քաղաքացիներին բացասական էմոցիաներ տալու, այլ ցանկություն ունենք ներկայացնելու այն ապագան, որը որ սպասվում է Ուժեղ Հայաստանի հաղթանակի պարագայում։ Շատ լավ։ Հիմնական քննադատությունները կամ թեմաները, որով նաև շատ քննարկվում է Ուժեղ Հայաստան կուսակցությունը, մասնավորապես այն ենթադրյալ ընտրակաշարքի բարեգործության արգելքի ենթադրյալ խախտումների, տարբեր ծառայությունների, ենթադրյալ խոստումների վերաբերյալ են, որ բարբերաբար հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է, հա։ Այ կուսակցությունը ինչպեսի դիրքորոշում ունի այս ամենի նկատմամբ։ Կա արդյոք ներքին, այսպես ասենք, հետաքննություն, վերահսկողություն, եթե որովհետև պաշտոնական հայտարարություններում կուսակցությունը միշտ դիստանցավորվում է, հա, այդ ներկայացված ենթադրյալ փաստերից, բայց ներսում ինչ որ վերահսկողություն իրականացվում է, հասկանալ թե ինչ է կատարվում։ Կուսակցությունը արհեստականորեն չի դիստանցավորվում նման երևույթներից։ Մենք բազմիցս նշել ենք, որ Ուժեղ Հայաստան դաշինքի գործելավոճը բացառությամբ օրենքի շրջանակներում է։ Եվ նման դրվագները, ինչպես որ դուք նշեցիք, այսօր ցավոք սրտի իշխանության կողմից օգտագործվում են որպես նախընտրական քարոզչական միջոցառումներ։ Օգտագործելով պետական ռեսուրսները, ուժային կառույցների կողմից ձեռք բերված որոշակի ձայնագրություններ, որոնք երբեմն մոնտաժված, երբեմն կոնտեքստից կտրված, ներկայացվում է նախաքննության փուլում միանգամից հանրության դատին եւ քաղաքական ուժերի կողմից, հիմնականում գործող քաղաքական ուժի կողմից, դա ներկայացվում է որպես հաստատված փաստ։ Այստեղ մենք գործ ունենք վարչական ռեսուրսի կիրառման հետ, որը որ թույլատրելի չենք համարում, այսինքն նախաքննությանը վերաբերող տվյալները, որոնք դեռևս վերջնական գնահատական չեն ստացել, որոնք բնականաբար մենք կողմ ենք, որպեսզի անաչառ քննություն իրականացնելու արդյունքում ունենանք բացահայտումներ։ Եվ մենք վստահ ենք, որ դա մեր ոչ թե դաշինքի գործելավոճն է, այլ կարող է լինել անհատներ, որոնք երբեմն գործեն օրենքից դուրս։ Դա մեր գործելավոճը չէ եւ մեր հովանավորչությունը այդտեղ չի կարող լինել։ Սակայն ինչպես հայտնի է, քրեական գործերին վերաբերող ճշմարտությունը այնքան արագ չի բացահայտվում, ինչքան որ մենք կցանկանանք։
մենք վստահություն ունենք, որ մեր հետ փոխկապակցված գործիչների, ներկայացուցիչների կողմից կատարված գործողությունները վերջում արժանանալու են արդարացման դատավճիռների։ Սակայն այս ընթացքում այդ դրվագները, որոնք որ կիրառվում են գործող իշխանության կողմից, օգտագործելով ռեսուրսները, նույն հակակոռուպցիոն կոմիտեի, ազդելու են մեր հայրենակիցների որոշումների վրա։ Այսինքն դրանք ունենում են այս պահին միայն հոգեբանական ազդեցություն, մարդկանց մոտ առաջանում է մոլորություն։ Եվ այստեղ ամենավտանգավորը այն է, որ կոնկրետ նախընտրական փուլում խոսքը գնում է ոչ միայն այն մարդկանց անմեղության կանխավարկածի խախտման մասին, ովքեր որ այդ ձայնագրություններում ունենում են անձնական խոսակցություններ, այլ դա ազդեցություն է ունենում նաև մասսայական իրավունքի խախտման տեսքով, քանի որ հասարակության մի ստվար զանգված կարող է հավատալ դրանց վերջնական ճշմարտացի լինելուն եւ իրենց ազատ ընտրությունը կայացնի խեղաթյուրված փաստերի հիման վրա։ Տեսեք, դուք նշեցիք, որ կարող են լինել որոշակի կուսակցական գործունեության մեջ ներգրաված անձինք, ովքեր կարող են իրենց նախաձեռնությամբ ինչ որ գործողություններ կամ քայլեր իրականացնել։ Ես չեմ բացառում, որ հնարավոր են որոշակի դրվագներ ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչների մոտ, որոնք որ կարող են պարունակել հանցակազմի տարեր, սակայն այդ գործողությունները որևէ կերպով ուժեղ Հայաստան կուսակցության եւ ուժեղ Հայաստան դաշինքի կողմից չեն հովանավորվում եւ մեր նպատակն է եւ մեր գործելավոճն է մնալ միայն օրենքի շրջանակներում։ Շատ լավ, հենց այդ տրամաբանության մեջ է հարցը, նույն հարցադրումները ուղղվեցին նաեւ Հայաստան դաշինքի հետ կապված վերջին դեպքը կարող ենք հիշել եւ կարող ենք հիշել նախորդ ընտրությունների ժամանակներում նույն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ էլի այդ ընտրակաշարքի գործերը, որի դատական հանգուցալուծումը բավականին վերջերս եղավ, հա։ Եվ էլի օրինակ նույն Բարգավաճ Հայաստանից էլ մեկնաբանում են, որ այո կարող են լինել ինչ-որ մարդիկ, ասենք մենք դա կուսակցությունը չի իրենց շատ կոպիտ ասած, հա, նյութապես շահագրգռել կամ եւ այլն, որ իրենք գնան եւ ինչ որ քայլեր օրինակ անեն, որոնք օրինականության տրամաբանության մեջ չեն։ Առաջի հարցի հենց տրամաբանությունը դա է, արդյոք կուսակցությունը այնքան պատվախնդիր է այդ հարցում, որ ինքը իր ներսում կարողանա վերահսկի, որ ցանկացած մեկ օրինակ այս դեպքում եթե գումարի մասին ենք, հա, ամենապատկերավորը խոսում, որ փոքրինչ նաեւ լսողի համար է անտրամաբանական լինում, էլի, այսինքն ենթադրենք ինչ որ ես իմ գրպանի գումարը առանց ուժեղ Հայաստանի իմացության ես ինքս իմ գրպանի գումարը առաջարկում եմ ինչ-որ մեկին հանուն ուժեղ Հայաստանի։ Ձեր հարցը պատասխանում եմ, նայեք, ես նշեցի, որ ներկայացվում են անձնական խոսակցություններից դրվագներ, երբեմն մոնտաժված, երբեմն կոնտեքստից դուրս, եւ մենք պարտադիր հետեւական ենք լինելու, որ բոլոր դրվագներով արդարադատություն իրականանա, սակայն պատվախնդրության մասով որևէ կասկած հարուցելու առիթ երբևէ չենք տվել եւ բնականաբար մեզ համար ընդունելի չէ ապօրինի գործելավոճը։ Այլ քաղաքական ուժերի վերաբերյալ դրվագներին անդրադառնալ չի ցանկանա, բայց կցանկանայի հարց ուղղել ռետորական, ինչու ռետորական, հենց ուղիղ հարց։ Մեր հասարակությունը վերջին շրջանում եթե չեմ սխալվում, Արմավիրի մարզում ականատես եղավ մի իրավիճակի, երբ գործող իշխանության կուսակցության հավաքին մասնակցում էին դպրոցի ուսուցիչներ եւ երեխաներ։ Ճիշտ է, դրան հետևեց հայտարարություն, որ պետք է այդ ուսումնասիրի քննություն ընդհանրապես ուսումնասիրի, թե ինչպես են այդտեղ հայտնվել ուսուցիչները եւ աշակերտները, բայց ես վստահություն ունեմ, որ եթե լիներ գաղտնալսում այդ ուսուցիչների այդտեղ գալու վերաբերյալ մեր հասարակության շրջանում իրենց մասով նույնպես բազմաթիվ հարցեր կլինեին։ Սակայն չգիտես ինչու այդ գաղտնալսումները վերաբերում են միայն եւ վերագրվում են միայն ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ուժերին։ Այսինքն հիմա բոլորին գաղտնալսեն, թե ոչ մեկի չգաղտնալսեն։ Գիտեք, ինձ թվում է այսպես թե այնպես մի հատ շատ վատ իրավիճակում ենք մենք հայտնվել, որ բոլորին այսպես թե այնպես գաղտնալսում են։ Սակայն հրապարակման ենթակա են միայն այն ձայնագրությունները իմ խորին համոզմամբ, որոնք որ կարող են գործող քաղաքական ուժին բենեֆիտներ բերել եւ կարող են վնասել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժերին։ Այսինքն այստեղ է կայանում
վարչական ռեսուրսի կիրառումը քաղաքական նպատակներով։ Այսինքն իշխանությունը անօրինական միջոցներով վարկաբեկում է ընդդիմությանը, այս դեպքում ուժեղ Հայաստանը։ Իշխանությունը օգտագործելով իր վարչական ռեսուրսները, քանի որ ինչպես գիտենք, նախաքննության գաղտնիքի հանրային դառնալու ենթակահատվածը որոշվում է հենց նախաքննության մարմնի կողմից։ Եվ այս նախընտրական զգայուն շրջափուլում նախաքննական մարմինը որոշում է կայացնում, որպեսզի հանրության դատին ներկայացնի դեռևս վերջնական գնահատականից շարժանացած որոշակի խոսակցություններ։ Բնականաբար այստեղ կարող ենք ունենալ հիմնավոր կասկած, որ ընտրովի մոտեցում է կիրառվում։ Եվ այդ գաղտնալսումները քաղաքական ուժի ներկայացուցիչները իրենց խոսույթում շարունակում են ներկայացնել մեր հանրությանը որպես վերջնական գնահատական ստացած իրողություններ, ինչը այդպես չէ։ Եվ դրանով իսկ ազդում են քաղաքացու կողմնորոշման վրա, թե որ քաղաքական ուժին կարելի է վստահել, որին ոչ։ Ձեզ մեղադրում են ռուսամետ ընդդիմություն լինելու մեջ, հղում անելով նաև Վլադիմիր Պուտինի խոսքերին։ Նախ ինչպիսի մոտեցում ունեք սրան, հա, այսինքն կուսակցությունը հիշում եք այդ հանդիպումից հետո կուսակցությունը արձագանքել էր, հա, եւ իրեն չէր ռուսամետության մեջ չէր տեսնում, հա։ Բայց այնուամենայնիվ նաև հենց իշխանության կողմից է այդ տարածվում այդ մոտեցումը շատ հաճախ եւ այդտեղ եկեք այսպես ասենք ավելի արդարացի լինելու համար որ մեծապես նաև հենց Վլադիմիր Պուտինի խոսքերը բավականին այսպես շարժառիթ հանդիսացան որ շատ ավելի բուրըն այդ հարցը լինի հանրային քաղաքական օրակարգում, հա, այդ ռուսամետության հարցը։ Դե երբ որ այսպես ենք ասում, սրատակ մենք տարբեր շերտեր կարող ենք դիտարկել, հա, ոչ թե լավ կամ վատ, այլ առհասարակ թե ինչու է դա այդպես։ Եվ ես այս վերջերս մի հետաքրքիր դիտարկում հանդիպեցի։ Զրուցում էին մարդիկ եւ խոսում էին, որ շատ նորմալ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունենում են ինչ-որ շատ ընդգծված մոտեցումներ, հա, չգիտեմ, եվրոպական, ռուսական, ասիական, շատ տարբեր։ Ասում էին, որ հիմնական տարբերությունը գալիս է այն պարագայում, երբ տվյալ քաղաքական ուժը ինչպես է տեսնում այն երկրի այս դեպքում Հայաստանի շահերը այդ տրամաբանության մեջ, այսինքն Հայաստանի շահերի սպասարկումը արդյոք տեսնում է ենթադրյալ այս պահին այդ հարցի մասն ենք խոսում, ասենք ռուսամետության տրամաբանության մեջ, թե հակառակը ռուսամետություն ասելով մենք հասկանում ենք, որ սպասարկում ենք ռուսական շահեր գուցե նաև շատ հաճախ Հայաստանի շահերի հաշվին, հա, այստեղ գուցե կարևոր տարբերություններ են, հա։ Հարցը հասկանալի է, պարոն Ոսկանյան, սակայն դուք ձեր հարցում նշեցիք, որ ակնկալում եք ես պատասխանեմ, թե ինչու է դա այդպես, արդեն իսկ իրողություն եւ հաստատված փաստ փորձելով համարել այդ խոսույթը եւ այդ վերաբերմունքը մեր քաղաքական ուժի, նախ սկսեմ նրանից, որ ուժեղ Հայաստանը գործելու է միայն Հայաստանամետ ոճի մեջ եւ մեր համար առաջնահերթություն է Հայաստանի Հանրապետության շահը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ նույն Ռուսաստանի Դաշնության կողմից հնչած նախագահի կողմից հնչած ռուսամետ արտահայտությանը, ես կարող եմ այսպես ասել, դա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանը Սամվել Կարապետյանի վարչապետության ժամանակ դիտարկում է որպես վստահելի գործընկեր։ Մենք նպատակ ունենք Հայաստանի Հանրապետությունը դարձնել վստահելի գործընկեր եւ Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ տեսնում ենք այսօր բավականին մեծ վնասներ են կրել այդ հարաբերությունները եւ պարտադիր ճանապարհ ենք տեսնում նաեւ զարգացումը փոխհարաբերությունների Եվրամիության հետ։ Խոսելով նրա մասին, որ մենք նպատակ ունենք միգուցե ավելի մեծ կախվածության մեջ գցել Հայաստանը Ռուսաստանից կամ սպասարկել Ռուսաստանի շահը, դա բոլորովին հորինված թեզ է։ Քանի որ վերջի տարիների արդյունքը մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունն է, որ ավելի մեծ տնտեսական կախվածության մեջ է գցել Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Դրա մասին են խոսում առևտրաշրջանառության ծավալները, որոնք որ անգամներով մեծացել են իրենց քաղաքականության ժամանակ։ Եվ դրա մասին են խոսում Եվրոպայի հետ մեր ունեցած միայն հայցակարգային հարաբերությունները, եւ մենք չենք տեսնում գետնի վրա Եվրոպական միության հետ գործնական սերտ համագործակցություն, ինչի անհրաժեշտությունը մենք պարտադիր պետք է տեսնենք, կիրառելի դարձնենք եւ տնտեսությունը անհրաժեշտ ենք տեսնում, որպեսզի դիվերսիֆիկացիա ապրի։
քանի որ մենք այսօր ամբողջությամբ կախված ենք Ռուսաստանի Դաշնությունից եւ Եվրասիական տնտեսական միությունից։ Դա մեր համար ընդունելի մոտեցում չէ։ Մենք տեսնում ենք, որ պետք է քաղաքական ուժ լինի Հայաստանում, որը որ հասկանում է տնտեսությունից, որը որ ունի բավարար կապեր եւ անցած տնտեսական ճանապարհ, որ կկարողանա Հայաստանի կախվածությունը նվազեցնել որևէ մեկ կենտրոնից, լինի դա Ռուսաստանի Դաշնությունը, լինի դա որևէ այլ կենտրոն։ Մեզ համար ընդունելի չէ այն մոտեցումը, ինչը որ որդեգրել են գործող իշխանությունները։ Անընդհատ խոսել Եվրոպայի հետ սերտացման մասին, այդ խոսույթով վնասել հայ-ռուսական հարաբերությունները, սակայն գործնականում Հայաստանը ամբողջությամբ կախվածության մեջ դնել Ռուսաստանի Դաշնությունից։ Դա ընդունելի մոտեցում չէ։ Պարոն Դանիելյան, կարծում եմ կհամաձայնեք, որ այս ընտրարշավը շատ նաև ընդգծված առանձնանում է հենց արտաքին քաղաքական օրակարգերով եւ այդ հարցերի քննարկումներով, հա։ Շատ հաճախ մենք կարող ենք տեսնել, որ ավելի գերակային գուցե այդ հարցերը, քան մեր սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք պետք է Ենթադրաբար բոլոր կուսակցությունների ծրագրերում արտացոլված, հա, դրանց մասին պետք է նաև շատ խոսվեր, ինչը գուցե նաև այս իրավիճակում տրամաբանական է, հա։ Հետևաբար խոսելով դրա մասին, դուք ասում եք, որ Ռուսաստանը իդեմս Սամվել Կարապետյանի վարչապետության Հայաստանին դիտարկում է որպես վստահելի հուսալի գործընկեր, կամ այդպես եք մեկնաբանում Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունը, բայց մենք մարդկանց մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք պետությունների եւ ինստիտուտների մասին եւ պետությունը որպես, այսպես ասենք, հա, այն բոլոր ինստիտուտները, որոնք պայմանավորում են այդ պետությունը, որպես հենց առանցքային հենց մեծ ինստիտուտի մասին ենք խոսում։ Բարեբախտաբար, այս պարագայում Հայաստանը Ադրբեջան չէ, Հայաստանը անգամ Ռուսաստան չէ եւ այլն, հա, Հայաստանն է, նա Ռուսաստանն է, նա Ադրբեջանն է, նա Ֆրանսիան է, իրենց թերություններով եւ առավելություններով հանդերձ։ Բայց եթե մենք խոսում ենք պետությունների մասին, հա, հետեւաբար պետության վստահելիությունը կամ պետության կարողությունը կամ պետության առհասարակ այդ պետության հետ դաշնակցային հարաբերություններին հավատարիմ լինելը պայմանավորված զուտ անձով, սա խնդիր չեք համարում, որովհետև ենթադրենք մի իրավիճակ, հիմա կգանք Սամվել Կարապետյանի հնարավոր վարչապետությանը, շարունակելով ձեր խոսքը, Սամվել Կարապետյան վարչապետ, ինչ որ պայս Սամվել Կարապետյանը վարչապետ հետո չպիտի չէ լինի, բա հետո։ Շատ շնորհակալ եմ շատ տեղին հարցի համար։ Տեսեք, քաղաքականությունը իրականացնում են անձինք։ Համաձայն եմ ձեր հետ, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այնպիսի պետություն, որտեղ որ պետական կառույցները գործեն ճիշտ տրամաբանության մեջ եւ երկրի ղեկավարը իր ներկայացրած կուսակցական ծրագրերից նախընտրական ծրագրերից չշեղվի, արտաքին հարաբերություններում միջազգայինորեն ստանձնած պարտավորություններին վերաբերվի հարգանքով եւ իր առաջ ուրիշների ստանձնած պարտավորություններին կարողանա տեր կանգնել, որպեսզի վերջիններս այդ պարտավորությունները Հայաստանի Հանրապետության առաջ ստանձնած կատարեն։ Մենք արդեն նախադեպ, երբ դրանք չեն կատարվել։ Այս փուլում մենք տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանն է այն առաջնորդը, ով կարող է նման համակարգ ստեղծել, նման համակարգ կարող է ամրացնել, որտեղ որ անձով պայմանավորված չի լինի արտաքին հարաբերությունները, ինչպես որ այսօր է։ Տեսնում են գործող իշխանության ղեկավարը, որ խաղաղությունը պայմանավորում է իր անձով։ Ձեր հետ համամիտ եմ, չի կարելի պետությունը կառավարել այդ ոճով։ Եվ որևէ արտաքին հարաբերություն, լինի դա տնտեսական համագործակցություն, դա լինի խաղաղություն, չի կարող դա պայմանավորված լինել մեկ անձով կամ մեկ քաղաքական ուժի առկայությամբ։ Սակայն այսօրվա տրամաբանությունը հենց այդ է։ Սամվել Կարապետյանի մոտեցումը եւ խաղաղությանը եւ այլ գործընկերային հարաբերություններին տարբերվում են։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը կդառնա վստահելի գործընկեր։ Իդեմս վարչապետ Սամվել Կարապետյանի։ Քանի որ խաղաղության մասին խոսեցի, ձեր հարցը ինձ հուշեց, որ անձակենտրոն իշխանության մասին պետք չէ երազել Հայաստանը, որովհետև դա սխալ ճանապարհ է։ Խաղաղության մասին Սամվել Կարապետյանի եւ մեր քաղաքական ուժի մոտեցումները նույնպես շատ տարբերվում են գործող իշխանության մոտեցումներից, քանի որ մենք ասում ենք, որ խաղաղության համար անհրաժեշտ են մեկից ավելի երաշխավորներ։ Իսկ գործողները ասում են, որ խաղաղություն հնարավոր է միայն իրենց առկայության պարագայում, ինչը որ կարծում եմ ինձ հետ համամիտ եք թյուրիմացություն է։ Երաշխավորները ովքեր են։
Տեսեք, մենք հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում ստեղծված այս հարաբերական խաղաղության ժամանակ տեսանելի են մեզ համար գործընկերներ, ովքեր որ հետաքրքրված են տարածաշրջանում, ինչպես նաև կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության ամրապնդման մեջ։ Վառ օրինակ է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ով գործում ջանքեր ունեցավ, որպեսզի այս հարաբերական խաղաղությունը լույս եւ առուն ստանա։ Սակայն այստեղ մենք ունենք նաև ստորագրված փաստաթղթեր Ամերիկայի ստորագրությամբ նույնպես, որտեղ նա հանդես է եկել որպես միջնորդ։ Մեծակույն հարգանք ունենալով Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, մենք կարծում ենք, որ միջնորդի կարգավիճակը հնարավոր է բարձրացնել երաշխավորի կարգավիճակի։ Եվրամիությունը բազմիցս խաղաղությունը ամրապնդելու հետ կապված մոտեցումներ է հայտարարել։ Մեր հարևան այլ երկրները, որոնք որ տարածքային ամբողջականությունը եւ տարածքների փոփոխությունը չեն համարում ընդունելի որևէ պարագայում, այսինքն կան գործընկերներ, կան նաեւ տարածաշրջանում եւ աշխարհում կենտրոններ, որոնք որ ամեն մեկը իր չափով որոշակի ներդրում ունեցել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս պահին ունենանք թեկուզ եւ թույլ, թեկուզ եւ չերաշխավորված, բայց հարաբերական խաղաղություն։ Մեր նպատակն է, որպեսզի ամրապնդենք խաղաղությունը, ունենանք իրական երաշխավորված խաղաղություն, որտեղ թե Հայաստանում, թե Ադրբեջանում իշխանափոխությունը չի կարող հանգեցնել նոր սրացումների, նոր բախումների։ Մենք միշտ խոսում ենք հենց Հայաստանում իշխանափոխության մասին։ Չգիտես ինչու խաղաղությունը մենակ Հայաստանում իշխանափոխության մասով ենք մենք այդ կոնտեքստում ենք նայում։ Գործող իշխանությունը կարելի է ասել պայմանավորվել է Ադրբեջանի գործող իշխանության հետ։ Իսկ ինչպիսի երաշխիքներ կան, որ հենց նույն Ադրբեջանում իշխանափոխություն տեղի չի ունենա եւ շատ ավելի ռադիկալ, շատ ավելի ծավալապաշտական մոտեցումներ ունեցող իշխանություն այնտեղ առաջ չի գա։ Երկկողմանի պայմանավորվածությունը, որը որ նույնիսկ իրավաբանական ուժ ունեցող պայմանագրի չի վերածվել, այն պատճառաբանությամբ, որ Ադրբեջանի կողմից եւս մեկ նախապայման է Հայաստանի Հանրապետության առջև դրված, այդպիսի խաղաղությունը մենք չենք կարող համարել հարատև, ամուր եւ իրական։ Իսկ Միացյալ Նահանգներից բացի էլ որ երկրներն են այդ պոտենցիալ երաշխավորները, օրինակ Ծառուկյանը կարծում է Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը։ Տեսեք, ես կարող եմ ասել ու մենք տեսնում մենք եւ արդեն նշեցի Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն, մեր հարևան Իրանը, որը որ նույնպես, ինչպես գիտենք, այսօր ամենազգայուն հատվածը Սյունիքի հատվածն է, եւ այն Իրանից էլ ենք մենք տեսնում հետաքրքրվածություն, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները լինեն կառուցողական, քանի որ ինքը իր համար նույնպես սպառնալիք տեսնում է։ Այսինքն այդ երաշխավորների հետ համագործակցությունը պետք է կատարվի արդեն ճիշտ եւ գրագետ դիվանագիտության միջոցով։ Իսկ Ռուսաստանը մենք չենք, Ռուսաստանը նույնպես կարող է այդտեղ հետաքրքրվածություն ունենալ։ Մենք չենք կարող բացառել որևէ կետի, որևէ կենտրոնի, որովհետեւ բազմիցս հայտարարել ենք, Հայաստանի Հանրապետությունը չպետք է դառնա աշխարհակաղակական որևէ կենտրոնների բախման կետ։ Այլ հակառակը պետք է դառնա համագործակցության հարթակ Հայաստանի Հանրապետությունը։ այդ հակադիր շահերով երկրների Հակադիր շահերով երկրները կարող են համագործակցության եզրեր գտնել Հայաստանի Հանրապետությունում։ Դա ինչու օրինակ ըստ չէ որ ձեր պնդումները ինչ որ վերլուծությունների արդյունք են, չէ։ Ինչու օրինակ ըստ ձեզ չաշխատեց դա Մինսկի խմբի տարբերակում։ Մինսկի խումբը երաշխավորություն չէր։ Մինսկի խումբը միջնորդական առաքելություն էր։ Իսկ Մինսկի խումբը մինչև գործող իշխանության զրոյական կետից սկսել է, թե ինչպիսի արդյունքներ տվեց եւ ինչ իրավիճակ էր պահպանում Արցախի շուրջ եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ, կարծում եմ տեսանելի եւ համեմատելի չէ զրոյական կետից արտաքին քաղաքականությունը սկսելու արդյունքների հետ։ Լավ թե վատ, Մինսկի խումբը տվեց որոշակի դադար։ Հարցի լուծում չի եղավ։ Դա խաղաղության վերջնական պայմանագրին երաշխավորության մասին չէր, դա միջնորդական առաքելություն էր եւ ես ունեմ կարծիք, ունեմ մոտեցում, որ նույն Մինսկի խմբի անդամ երկրները ունեն հետաքրքրվածություն, որպեսզի երաշխավոր հանդիսանան հայ-ադրբեջանական խաղաղության համար։
Այդ զրոյական կետը քննադատելով կարելի է ենթադրել, որ ձեր հնարավոր իշխանության դեպքում դուք շարունակելու եք ներկայիս արտաքին քաղաքական կուրսը պարզապես ավելի լավ պայմաններով։ Մենք զրոյական կետից չենք սկսելու, դա նշանակում է ոչ թե շարունակելու ենք գործող իշխանության քաղաքական կուրսը, քանի որ գործող իշխանության քաղաքական կուրսը ենթադրում է երաշխավորների բացակայություն, ենթադրում է իրարամերժ հայտարարություններ։ Մենք ժառանգությունը, որը որ կստանանք, կգնահատենք եւ կշարունակենք Հայաստանի Հանրապետության խաղաղության ճանապարհը, բայց ավելի ամուր, ավելի երաշխավորված։ Այստեղ երկու կողմ կա՝ Հայաստան եւ Ադրբեջան, բնականաբար երաշխավորների արկայության պարագայում նաեւ քո մյուս կողմի համաձայնությունն է, չէ՞, անհրաժեշտ։ Այդ մասով, ասենքն սցենարները ձեզ ոնց են։ Մի հարց տամ, չնայած այստեղ ֆորմատը այնպես է, որ դուք պետք է ինձ հարցնեք, բայց կարող եք չպատասխանել։ Ձեր կարծիքով Ադրբեջանը ինչի է մերժում երաշխավորների ներգրավվածությունը կամ ինչի կարող է մերժել։ Ինչու է մերժում եւ Հայաստանը ինչու է մերժում։ Ինչի կարող է մերժել մի երկիր խաղաղությանը երաշխավորների ներգրավվածությունը։ Իմ վստահությամբ միայն այն պատճառաբանությամբ եւ այն հիմնավորմամբ, որ ցանկացած հարմար պահի կարողանա պայմանները խախտել եւ հակառակորդ կողմին պարտադրել նոր զիջումներ, նոր իրեն համար նպաստավոր պայմաններ։ Բազմիցս խոսել ենք նաև Ադրբեջանի կողմից 300,000 ադրբեջանցիներին Հայաստան տեղափոխելու իրենց արտահայտած մտքերի վերաբերյալ։ Երաշխավորների արկայության պարագայում նմանատիպ հարցերը կդառնան քննարկման առարկա եւ մենք մեր մոտեցումը կարող ենք արտահայտել, իսկ երկկողմ հարաբերությունների պարագայում դրանք կարող են հանգեցնել կոնֆլիկտացին իրավիճակների։ Իսկ այդ 300,000 ադրբեջանցիների մասով իշխող ուժից անվանեցին ձեզ ստախոս եւ կոչայեցին իրենց դատի տալ, եթե այդպես չէ։ Պատրաստվում եք դատի տալ։ Իշխող ուժի մոտեցումների վերաբերյալ։ Իշխող ուժը հայտարարեց, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Իշխող ուժը հայտարարեց, որ 21 թվականի իրենց նախընտրական ծրագրով, որ պետք է հայերը վերադառնան Շուշի, իշխող ուժը շատ հայտարարություններ արեց եւ ամենավերջում մենք տեսանք լրիվ հակառակ մոտեցումը։ Հետևաբար իրենց կողմից արված հայտարարությունները մենք չենք գնահատում որպես արժանահավատ։ Շատ լավ։ Երաշխավորների հարցը փակելու համար օրինակներով, որ ավելի բարձ լինի։ Ռոբերտ Քոչարյանը խոսելով պատերազմից հետո Արցախում ռուսական խաղաղապահարակելության ներկայության եւ դրան հաջորդած 23 թվականի իրադարձությունների մասին, ասաց, որ խաղաղապահները չունեին մանդատ որևէ բան անելու, հա։ Ինքնին դա ինչ որ երաշխավորության ինստիտուտ էր, չուներ, բայց ըստ Քոչյանի մանդատ որևէ բան անելու, հա։ Ուզում եմ ասեմ, սա մեզ ոչինչ չի հուշում։ Երկրորդ նախագահի խոսքերը կարծում եմ կարող են մեկնաբանել հենց իր քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Չէ, ոչ թե մեկնաբանել, այլ այդ երաշխավորությունը, հա, կար, բայց բարձրում է օրինակ դա դատակ է Քոչարյան։ Երաշխավորությունը նայեք այդ ժամանակ մենք ճունենք եւ մինչեւ օրս ճունենք ստորագրված իրավաբանական ուժ ունեցող հաշտության համաձայնություն, հաշտության պայմանագիր, որտեղ որ հստակ կլինի բոլոր կողմերի պարտավորությունները եւ իրավունքները։ Իսկ երբ դու ճունես իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ, մեկնաբանությունները եւ այդ փաստաթուղթից դուրս գործողությունները բնականաբար կարող են լինել։ Մենք չենք ունեցել խաղաղության պայմանագիր, այնպիսի մի պայմանագիր, որին որ մենք ձգտում ենք։ Այնպիսի մի ուժեղ, ամուր, ապահովված պայմանագիր, որի հնարավորությունը մենք այսօր տեսնում ենք։ Իսկ պատրաստ եք Ռոբերտ Քոչյանին ձայներ փոխանցել։ Ոչ։ Եվ դրա մասին բազմիցս ասել։ Որևէ ոչ մեկի։ Մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Եվ մենք փոփոխություն չենք նախատեսում։ Իսկ ընդունեք ձայներ։ Ինչ է նշանակում ընդունել ձայներ։ Ռոբերտ Քոչյանից։ Կխնդրեմ պարզաբանեք ձեր հարցը։ Դե ընտրությունների արդյունքները ելնելով Ռոբերտ Քոչյանը որոշի, որ աջակցում է։ Մեր նպատակը ունենալ բացարձակ հաղթանակ։ Եվ այսօր դա մենք տեսնում ենք եւ մեր հայրենակիցների հետ շփումներում, որ բավականին մեծ վստահություն կա ուժեղ Հայաստան դաշինքի նկատմամբ։ Դրան զուգահեռ նաեւ տեսնում ենք վերաբերմունքը
գործող քաղաքական ուժի նկատմամբ։ Մենք ունենք որոշակի համոզմունք, որ մենք ունենալու ենք բացարձակ հաղթանակ։ Իսկ թե ձևավորված ազգային ժողովում ինչպիսի համագործակցություններ կարող են լինել, այդ մասով մեկ բան կարող եմ ասել։ Մեր վարչապետի տեխնացուն մեզ համար հստակ է, մեր ծրագրերը մեզ համար կարևոր են, եւ եթե կլինեն քաղաքական ուժեր, նույնիսկ այսօրվա գործող իշխանություններից, եթե կարողանան ներդրում ունենալ, որպեսզի մենք ունենանք ուժեղ Հայաստան, այն տրամաբանությամբ, որը որ մենք ենք տեսնում, բնականաբար ցանկացած հայորդու աջակցությունը անկախ իր քաղաքական հայացքներից կարևոր է, որպեսզի շենացնենք մեր երկիրը։ Շատ լավ։ Եվ վերջինը, ինչպես է Սամվել Կարապետյանն լինելու վարչապետ։ Բազմիցս խոսել ենք դրա մասին։ Եթե կան խնդիրներ օրենքի հետ կապված։ Օրենքի հետ կապված խնդիրներ չկան։ Մեր սահմանադրությունը նախատեսում է այսօրվա դրությամբ պահանջներ գործադիր մարմնի ներկայացուցչի համար, նույն ինչ որ ազգային ժողովի պատգամավորինն է։ Այդ մոտեցումը մենք կարծում ենք, որ պետք է վերանայվի եւ փոփոխվի։ Պետք է սահմանադրությունում կատարվի տեխնիկական փոփոխություն եւ հնարավորություն տրվի, որպեսզի գործադիր մարմնում ներգրավեն այլ պահանջներին համապատասխանող ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ազգը ընդհանրապես ունի ահռելի մեծ սփյուռք, որտեղ որ մենք ունենք հայրենասեր մեր հայրենակիցների, որտեղ ունենք մեծ ներուժ, որը որ ցավոք սրտի այսօրվա կարգավորումների պայմաններում հնարավոր չէ օգտագործել իշա Հայաստանի Հանրապետության, այդ շտկումը ուղղված է ոչ միայն Սամվել Կարապետյանի անձին, այլ ընդհանրապես ուղղված է մեր սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, որպեսզի կարողանանք մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետության շենացման գործում։ Եվ վերջինը, բայց չէ որ այդ սահմանադրական նորմի փոփոխությունը, ինչ մասին դուք ասում եք, արվում է Սամվել Կարապետյանին հնարավորություն տալու համար, որ լինի վարչապետ, չէ։ Ես կարծում եմ հենց նոր պատասխանեցի այդ ձեր այցին, որ դա արվում է ոչ միայն Սամվել Կարապետյանի համար, այլ քանի որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը աշխարհասփյուռ ներկայություն ունի եւ մեր սփյուռքում մենք ունենք շատ մեծ քանակությամբ լավ հնարավորություններ ունեցող եւ մտավոր եւ հայրենասեր հայրենակիցներ, որոնք որ պատրաստ են այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացնել փոփոխություն, պետք է հնարավորություն տրվի, որպեսզի հնարավորությունը չկա։ Այդ հնարավորությունը գործադիր մարմնում այսօր չկա։ Գործադիր մարմնում այդ հնարավորությունը չկա, որովհետեւ կա սահմանադրական որոշակի շտկման անհրաժեշտություն, որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվի։ Հարցս այն համատեքստում էր, որ խոսում ենք անձնակենտրոն, հա, իշխանության կամ անձնակենտրոն պետության մեղմ ասած բացասական հետևանքների մասին, հարցը այդ տրամաբանության մեջ էր։ Անձնակենտրոն իշխանությունը, ես արդեն ասացի, որ այսօր ես նկատի ունեմ օրինակ ձեր ընտրողը մի ամբողջ ազգի եւ պետության խաղաղությունը պայմանավորում է իր ներկայությամբ, այ դա է լինում անձակենտրոնը, դա է այսօր այդ անձակենտրոն իշխանությունը, երբ որ դատական իշխանության, գործադիր մարմնի, օրենսդիր մարմնի գործառույթները հասարակության մոտ, շատ մեծ զանգվածի մոտ, կարծիք է ձևավորվել, որ ամբողջ իշխանությունը պատկանում է մեկ անձի։ Այսինքն դուք վստահեցնում եք ընտրողին, ով վիրավորում է մեր հայրենակիցներին եւ այդ վիրավորանքը մնում է անհետևանք պատկան մարմինների կողմից։ Անձակենտրոն իշխանությունը դա է, այլ ոչ թե այն իշխանությունը, ով որ ուզում է մեր նաև սփյուռքի հայրենակիցներին հնարավորություն տալ, որպեսզի մասնակից դառնան Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Այսինքն ձեր ընտրողը պետք է չունենա մտավախություն, որ ձեր հնարավոր մեծամասնության դեպքում, սահմանադրական նորմի փոփոխության դեպքում Սամվել Կարապետյանը կլինի վարչապետ, հետո պայմանավորելով, այսինքն ձեր կուսակցական տրամաբանությունն եմ զարգացնում, Հայաստանի զարգացումը, կայունությունը, անվտանգությունը պահպանելու համար մի այլ բան էլ չեք փոխի, որ Սամվել Կարապետյանը այդպես շատ երկար շարունակի իշխանությունն ունենա։ Պարոն Ոսկանյան, մենք մեր կուսակցության հենց հիմնադիր ժողովի ժամանակ հայտարարել ենք մեր նպատակը։ Մեր նպատակները, նաև մեր ծրագրերը ներառված են մեր կուսակցության ծրագրում, որը որ այսօր հասանելի է։ Եվ մտավախություն պետք է չունենան մեր հայրենակիցները, որ մեր հաղթանակի պարագայում
ունենալու են այլ բան, քան ուժեղ Հայաստանն է։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Ուժեղ Հայաստան կուսակցությունից ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արթուր Դանիելյանն էր։ Մնացեք առաջինի հետ, շարունակում ենք րոպեներ անց։